Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող արհեստական բանականության Firebird ընկերությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանման լիցենզիա, ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։ Բայց ինչու է այս տեղեկությունը կարևոր Հայաստանի համար։ Դեռ ամռանը հայտարարվեց, մի քանի ընկերության, այդ թվում Firebird-ի եւ կառավարության գործակցությամբ Հայաստանում կստեղծվի $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության գործարան։ Իսկ ինչ է դա։ Օրինակ ChatGPT-ն աշխատեցնում են հենց այդպիսի գործարանները։ Այն կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ արհեստական բանականության սերվերներով եւ Nvidia Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։ Այս գրաֆիկական պրոցեսորները կարող են միաժամանակ միլիոնավոր փոքր հաշվարկներ անել, արագ մշակել մեծ տվյալներ։ Դրանք հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին եւ ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից արհեստական բանականության մոդելներ։ Այս պրոցեսորները Հայաստան բերելու համար էլ Firebird-ը ստացել է արտահանման լիցենզիա։ Կան որոշակի տեխնոլոգիաներ, որոնց մեջ մտնում են նաև Nvidia-ի տեխնոլոգիաները, կոնկրետ պարագայում Blackwell գրաֆիկական պրոցեսորները, GPU-ները, որոնց հասանելիություն ստանալու համար դու պետք է անցնես որոշակի փուլեր եւ բավականին շատ են շերտերը այդ փուլերի եւ պետք է ստանաս էքսպերտի լիցենզիա, այսինքն արտահանման լիցենզիա, որ թույլատրվում է, այսինքն դու վստահելի երկիր ես, դու վստահելի ընկերություն ես, մենք տալիս ենք քեզ հնարավորություն, տալիս ենք արտահանման լիցենզիա, որպեսզի դու օգտագործես այս նորարար ժամանակակից տեխնոլոգիաները։ Firebird-ը կներդնի Հայաստանում առաջին $500 միլիոն։ Նախագծի առաջին փուլը կգործարկվի 2026 թվականի առաջին կեսին։ Ընկերության տարածած հաղորդագրությունում շեշտվում է, գործակցությունն իրականություն է դարձել Հայաստանի կառավարության աջակցության շնորհիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ եւ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։ Նաեւ ընդգծված է, զարգացումները հաջորդում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունների միջև արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։ Թեմային կառավարությունում ճեպազրույցում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամփին, որովհետև նաև իհարկե այդ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ եւ նաեւ ես վերջերս առիթ ունեցա նախագահ Տրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները եւ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ եւ շատ արագ արձագանքեց եւ այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի։ Շնորհավորում եմ Firebird ընկերությանը եւ ընդհանրապես ոլորտին, տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետեւ կարծում եմ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը եւս ողջունել է Firebird ընկերության հայտարարությունը։ Այս նշանակալից առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաեւ կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում։ Firebird-ը վստահեցնում է, սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է։ Նպատակը տարածաշրջան բերել բարձր հզորությամբ արհեստական բանականության գերհամակարգչային ենթակառուցվածք։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։